Բարև ձեզ հայեր ջան, հրատապ լայվը, խնդրում եմ շատ արագ ձևով տարածեք, փորձենք նորից կանխենք հերթական քաղաքացիական պատերազմ, որ ուզում են մեր գլխին կազմակերպել։ Այսօր մի քիչ առաջ խոսած այդենց էջկա զորած հայեր Իրան դրսևորումը որպես առարչական ու ամբողջությամբ քրիստոնեության դեմը։ Ռուսաստանից ներդրված ագենտը։ Ուրեմն խոսած 5-րդ դալեկով ինտերվյու վերցրին, խոսած դոշ տվեց հենց եկեղեցու համար ու ասեց կամ մենք կլինենք, կամ չենք լինի։ Հիշում եք Նիկոլի խոսքերը, կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստան վարչապետ չունենա։ Նոր մի քիչ առաջ ցույց տվեցին վիդեո, որտեղ որ Ածեն պլոմբեց 7 վերք մեր եկեղեցին Գյումրիում։ Առաջնահերթին ուզում եմ ասել, որ եկեղեցիները պետական բյուջետի բալանսին չեն գտնվում։ Անկամ եթե պետական բյուջետի բալանսին լիներ, այդ պետական բյուջետը կազմավորված է մեր հայերիս հարգերով։ Եկեղեցին պետականությունից դուրս է։ Եկեղեցին պետական բյուջետով չի ֆինանսավորվում։ Հայ առաքելական եկեղեցին ֆինանսավորվում է ամբողջ հայության կողմից։ Ածեն բացարձակ իրավունք չունի պլոմբելու հայ առաքելական եկեղեցիներից որևէ մեկը։ Տեղի է ունեցել հանցագործություն, ժողովուրդ ջան։ Հիմա անցնեմ թուրք թլպատված Փաշազադեի կռվին հայ առաքելական եկեղեցու հետ։ Հիշում եք 2018 թվին, երբ որ այլասերվածների սիրո հեղափոխությունը կատարեցին Հայաստանում, հունիսի 6-ին Իրիգվա 18:00, այսինքն նորից 6, հունիսը 6-րդ ամիսն է, ամսու 6-ին, երկրորդ 6, 18:00, երրորդ 6, 3-6, սատանու թվին, իրանք սկսեցին Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժումը։ 2005 թվին Չերուս աղջիկա հետ մտել եմ Սուրբ Ռիփսիմե եկեղեցի, բակը մտնելուց, որ գնում էի դեպի եկեղեցի, հոգևոր հայրը դուրս եկավ։ Այդ ժամանակ իմ մտքով էլ անգամ չի անցել, որ մեր հայ առաքելական եկեղեցում ու ընդհանրապես Հայաստանում կարային թուրքեր լինեն։ Մեզ ներկայացրել են, որ իրանք փախել են, ոչ էլ փախել են։ Նամանավանդ հայ առաքելական եկեղեցում կարա թլպատված լինի հայ հոգևորի հագուստի տակ։ Երբ որ կողքովս անցավ, քեռուս աղջիկան ասեցի, ոնց որ թուրք լինի, հայ չլիներ։ Ես չգիտեի, որ 2005 թվին ասած իմ զգայարաններով զգացված ասածը, որ ոնց որ թուրք լինի, պարզվեց, որ իրականությամբ թուրք է։
2018 թվին 13 տարի անց Նոր Հայաստան, Նոր Հայրապետ, հենց այդ շարժումը սկսում էինք։ Կորյուն, հա, կարծեմ, չեմ հիշում, են դարվադելի, են որ Փիլոնազուր կարեցին գնանց Իրկուտսկ քաղաքում Փիլոնազուր եղած, մկրտումները արել ու փողը հավաքել։ Երբ որ Արցախի վրա հարձակվել են, այդ գիշերը ինք դադիվանքում ռիտուալ է արել, ժողովուրդ ջան։ 2020 թվին, որ հարձակվել են Արցախի վրա, հենց այդ գիշերը ինք ռիտուալներ արել դադիվանքում։ Բոլոր, ովքեր որ 2018 թվին դագաղ են կրում, կատողիկոսի չուչելն են սարկե դրել են դագաղների մեջ, Նիկոլի կարիսպոնդենտներից սկսած, դագաղանուներից սկսած, հիմա իրանք բոլոր աշխատում են մեր հայ առաքելական եկեղեցու դեմ։ Նստած են լկտի կոմենտներ են գրում։ Հիմա Էլավ Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժումը չկայացավ, տեղի չունեցավ, հիշում եք, որ տրանսգենդերներով, այլասերվածներով գրավել են Բեհարան, շաուրմա էին ուտում մի շաբաթ։ Ովքեր որ կազմակերպում էին, այդ սիկտանտներին պաշտոններ տվեցին, անգամ կարծեմ Գյումրիում Պետրոսյան, հա, ռեկտորի պոստ տվեցին, որ այնտեղ երիտասարդների խելքները ուտեն։ Հիմա այդ շարժումը չանցավ։ Տեր-Ղազար հանեցին մեյդան Չախալյանի հետ, իբր թե տրանսգենդերների դեմ կռիվ էր տանում։ Հիշում եք, երբ որ տրանսգենդերին Նաիրա Զոյրաբյանը հանեց ամբիոնին, ազգային ժողովի։ Պարզվեց այդ Տեր-Ղազարն էլ մեր հայ առաքելական եկեղեցու եւ կատողիկոսի դեմ դուրս եկավ։ Կուսակցություն էին բացել, հայ քրիստոնեական կուսակցություն։ Տեր-Ղազարը ինձ գիտեք ինչ ասեց։ Այս հենց ապրում եք, մտածում եք, թե Քրիստոսը համբարձվել։ Թլպատվածներ, որ նստած են հայ առաքելական հոգևորի հագուստի տակ, փորձում էին ինձ ասել, որ Քրիստոսը չի համբարձվել։ Այդ հենց հոգևորներ են։ Ինչ վերաբերվում է Բագրատին, տեսել եք սատանիստական կլուբում, որ բռնցրել եմ, փորձում են վերագրել, որ Մագդան գլխին սարկել է, ոնց որ այդ եզին Մագդան բռնեց, բերեց, կոխեց այդ կլուբը սատանիստական, էլ չգիտեն ինչ ասեն։ Ինչ որ վերաբերվում է Աջապանյանին, Նիկոլին շնորհակալություն էր հայտնում Գյումրիում, որ Նիկոլը հեղափոխություն կատարեց, Աջապանյան էննա, որ նկարները հիմա էջիս վրա դրել եմ, մորը գտեսնեք քրդի լամուկը, թարախ հայացքով էլ մոր գիրկը նստած, խաչն էլ վերջի պային ոնց են այստեղ է խաչը կախած, հակուստի վրից խաչը վերջի պային նկարվելուց գծել են ստեղ, որ տպավորություն ստեղծեն, որ քրիստոնյա է։ Նայեք, էջիս վրա նկարները դրել եմ, քուրդի լամուկներ, մերու տղա, գներեք, Վատիկանի ինստիտուտն ավարտել, Աջապանյանը։ Աջապանյանը են Աջապանյանն է, որ պրոպագանդա էր տանում, որ հայը հող սիրող չի, հայը փող սիրողն է, որ թուրքը այս հողին ավելի արժանի, քան հայը, թուրքը այս հողի համար կռվում է, հայ այս հողի համար չի կռվում։ 20,000-ում էր Աջապանյան Նիկոլը սպանեց մենակ Արցախում։ Դու քո բարեկամներն եք քրդի լամուկներ։ Դրանք
մերան հանդես եկան Բագրատն ու Աջապանյանը, որի փրթե ելել են Նիկոլի դեմ, հիմք ստեղծեցին, որ Նիկոլը իբրթե հարձակվի իրանց վրա, որ եկեղեցին մտնել է քաղաքական դաշտ։ Այս ամեն ինչ տեսակ, Էլան հայտարարեցին բոլոր օրենքները խախտելով, այո, Փաշազադեի վրա հոդվածներ իրար վրա ժողովուրդ ջան, Մարտուն փաստը չաբացույցելով վեհապարին մեղադրում է, որ ինքը երեխա է ունեցել։ Որևէ մի դատարանով ապացույցված է դա։ Մարտուն իրավունք չունես մեղադրելու այն, ինչ որ դատարանով ապացույցված չի։ Իսկ ինչ որ վերաբերվում է երեխա ունենալու, արխիեպիսկոպների կռիվն է տալիս, հայ, Քոջոյանը ինչա, որ վաղը 7-վերքում պետքա պատարակ անցկացնի։ Մեռան բոլորը ասելով, որ Արցախի պատերազմի ժամանակն էլ բերեցին, նշանագեցին դրանից առաջ, սարքեցին գեներալ, Քյարամյանը հենց իրան տղենա, живой փաստ կայնածա, Պաչիմուտը Քոջոյանը, որ երեխա ունի, անօրինական, իրան հետ կռվում է վեհապարի դեմ, որ վեհապար երեխա ունի, որին մենք չենք տեսել։ Սենց աբսուրդ տեսել եք ժողովուրդ ջան։ Էրդողանի գրած գիրքը ժպիտը դեմքին, Էրատոն, որ Կամասուտրայի պոզաների ֆոնի վրա, ոդը դրած ատորին նկարվել է, շատ բան չխոսամ ժողովուրդ ջան, Էրդողանի լամուկ Նիկոլ Փաշաև, այլասերված Էրատո, այլասերված Նիկոլ Փաշաև, որ գրքիդ մեջ գրել ես, դուք անգամ չեք պատկերացնում ինչ հաճույք է սերական կյանքով ապրել տղու հետ, որը դեռ հլը սերական կյանքով չի ապրել։ Այլասերված պիդաֆիլ, ամբողջ աշխարհն է տեսել պաշտպանության նախարարությունում, երբ որ քեզ հարց են տվել, եթե բարդ լուրջ հարցի լուծում պետքա տաս, ինչ ես անելու, թարս նայել ես ու ասել ես հիմա կասեմ, չեք էլ պատկերացնի։ Գգնամ Արպինեիս ծոցը կմտնեմ։ Այդ Արպինեն ինչ քեզ պիտի աներ, որ դու կայունացած լուրջ հարցերի լուծումներ տաս։ Այ պիդաֆիլ։ Հայի արուն խմող հարցը հասավ նրան, որ քեզ հաշիվ ներկայացնելու տեղ դու ես, քո հալով այլասերված ոչինչություն արունախում, պրետենզիաներ իրավունք ունես ներկայացնես որևէ մեկին, դա չանցավ, ժողովուրդ ջան, երեխու կռիվը չանցավ, փաստեր չունի։ Չնայած Ռուսաստանից մի հատ էլ հայվան գծեցին հոգևոր, ջվուտ, իբրթե հայ հոգևոր, Էլավ խոսած, որ այո, երիտասարդ տարիներին երեխա ունեցել, չգիտես ինչ, փաստեր, կան, չկան, բոլոր օրենքները խախտելով նստածա հայոց գահին։ Հիմա հայտարարեցին մի քանի օր առաջ, որ 7-վերքում պետքա պատարականի, մի տերտերը համաձայնվել է,
որ ինքը առանց վեհապարի անուն տալը պատարակը կանցկացնի։ Չգիտեմ, լսել էր իմ լայվը, թե վտանգ ազգացել, այո, խոսացել եմ, որ թողեք, թող ինչքան թլպատված կա, Նիկոլին իրան ձերով հանումը ջերի երես։ Երևի վախեցավ, որ բացահայտվում է, հրաժարվել էր պատարակ անցկացնելու Նիկոլի պատվին, առանց կաթողիկոսի անունը հնչեցնելու։ Հիմա այդ մեկը խոսած, որ ԱԱԾ-ից հրահանգ է եկել, որ ինքը պատարակ պիտի անցկացնի առանց կաթողիկոսի անունը հնչեցնելու։ Խոսցրեց Աստվածը։ Մեռա ասելով, որ բոլոր պետությունները գրաված են հրյաներով, որ բոլոր պետությունների ԱԱԾ-ները ընդամենը Մոսադի ֆիլիալներն է, ու ինչ արվում է երկրում, ԱԱԾ-ն ոչ թե մեր անվտանգությունն է պաշտպանում, այլ ԱԱԾ-ն է հենց գլուխ գործոցը այս ամեն ինչի, ինչ որ կատարվում է երկրում ու բոլոր երկրներում։ Լավ առավոտ ապալ-թապալ կառավարության շենքը կանչեց լրատվությունը ու խոսած, որ ԱԱԾ-ի միջոցով չի անում, թուք հույերեսին անամ մոտ։ Առանց ամանչելու ասում է, որ պայմանավորվում եմ։ Ուզեցավ ստրելկի պիրիվիստի ԱԱԾ-ից, պայմանավորվում եմ ծանոթ շրջապատ բարեկամ ընկերներիս միջոցով, որ եկեղեցում պատարակ կանցկացնեն իրան համար առանց կաթողիկոսի անունը հնչեցնել, գնում այնտեղ պատարակ կանցկացնի։ Բեյնով խոստովանեց, որ ընկած աստեղ այնտեղ թեգուս նայում է որտեղ կարա կոպիտ ասած կպցնի, որ գնա այնտեղ պատարակ անցկացնի, ասի թե նայեք, հայ քրիստոնյաները իմ կողմնակիցներն են։ Նույն բալագանը հավաքում է այլասերվածներին, ծափահարողներին, ավտոբուսներով տանում են, խաչերը կախում են այլասերվածներն իրանց դոշերին, իբր թե եկել են հայ առաքելական եկեղեցում աղոթել։ Հիմա ժողովուրդ ջան, տերտերները Գյումրիի Շիրակի մարզի ասեցին, որ բոլորը միասին հրաժարվել են առանց կաթողիկոսի անունը հնչեցնելու պատարակ անցկացնեն։ Կչոյանին պիտի տանի գաստրոլներ տան իրար հետ։ Վաղը դեկտեմբերի 7-ն է, մեր երկրաշարժի զոհվածների հիշատակի 37-ամյակն է։ Զորած հայեր էջերի Բարբոսը, որ դուք տեսնեք ինչ լկտի քֆուրներ է տալիս ռուսերեն լեզվով, ինչ արարչական, ինչ քրիստոնյա, ինչ հայ, լկտի նույն այլասերված խուժան, հայտարարեց, որ կամ մենք կլինենք, կամ մենք չենք լինի։ Հիմա խոսացին, որ 7 վերկի մոտ կարմրավոր եկեղեցին է։ Հավատացյալները կհավաքվեն կարմրավորում, ծափահարողները կհավաքվեն 7 վերքում։ Ոստիկաններին բերին լցրին, իբր թե բախում չլինելու համար։ Ժողովուրդ ջան, մենք շատ լավ գիտենք մարտի 1-ը ոնց Անահիտ Բախշիևը մանկական կոշիկը հատուկ դնում են ձեռը ու գոռում է, որ երեխա սպանեցին։ Ու ժողովրդի մեջ խուճապ գցում են, սկսում են մարտի 1-ը։ Այն որ ոստիկաններն այնտեղ կայնած են, չի նշանակում, որ այնտեղ ոստիկաններ կայնած են, որ կարգ պաշտպանեն։ Վաղը
որ իրանք չկարողանան Բախում քաղաքացիական պատերազմ ստեղծել, իշխանիկը խոսացել արդեն։ Այն որ տանում է դեմ է տալիս տղեկներին։ Վաղը ուզում են տեսնեն հայերը, քրիստոնյաները, ում սիրն է ցավում եկեղեցու համար, որ հանեն Բախում քաղաքացիական պատերազմ գցեն Հայաստանում։ Իշխանիկն արդեն խոսացել է, որ արդեն իրանք են առաջատար լինելու։ Հիշում եք, քանի ռաունդ իշխանիկը տարավ, հայ տղեկներին դեմ տվեց ու բռնին տարան։ Վաղը ժողովուրդ ջան, ուզում են սուկը հարամանեն, նորից սուկը սկսեն Հայաստանում։ Հայեր ջան, գնացեք ձեր գերեզմաններին, ձեր անցյալներին, թող հոգևորները պատարականեն ի հիշադակ զոյվածներին, իհարկե կարմրավորում կհնչեցնեն կաթողիկոսի անունը, վաղը թողեք մեր զոյվածների օրը հարամ չկարողանան անել, նպատակը սա է, նորից սուկ են ուզում մեզի կապեն։ Ինչ վերաբերվում է, որ տարածել է, որ վեհապարը գործակալ է օտար երկրների ու նիմալը նիմնոգը ամենահայոց վեհապարը ինֆորմացիա է տալիս կակոյ նիբուց լեյտենանտի։ Դուք պատկերացնում եք սենց բան։ Լեյտենանտի։ Ուրեմն ինչ որ վերաբերվում է գործակալ լինելու թուրք թլպատված Նիկոլ Փաշինյան։ Ուրեմն 2 ամիս առաջ դուք հիշում եք, ես պոստը գրել եմ, որ մտնում եմ քննչական։ Ինձ Արմավիրի մարզի քննչականից կանչել էին YouTube-ի իմ ալիքից խոսացել եմ, որ հայեր ջան, մեր զենքը Նիկոլի Տրուսիկի մեջն է։ Իրան իսկական պասպորտը Տրուսիկի մեջն է, թլպատված լինելը։ Այո, կանչել են ինձ դրա համար եւ որ խոսացել եմ այդ վիդեոյի մեջ, որ 2 դիակ փռենք այս սևամորթներին ու իրանք ստեղից պրոստը գփախնեն։ Ինձ կանչել են քննչական, որ ես բռնության կոչ եմ անում։ Շատ ուշադիր լսի Նիկոլ Փաշաև ով է գործակալ։ Բոլորս էլ հիշում ենք Էմիրատներում նամակներ ոնց եք տալիս, ինչ եք անում։ Ասել եմ կամերան միացրեք, որ ես կխոսամ, որ 2 անգամ ստիպված չլինեմ նույնը խոսալ, ու խոսացել եմ։ Խոսացել եմ, որ այո, ես այդ բառեր ասել եմ։ Եթե իրանք մտածում են, որ ես կասեմ էդի մալիկը չի, որ իմ ձայնով ինչ որ մեկը խոսացել է, որ էդի ֆեյք է, ասել եմ այո, ասել եմ եւ կրկնում եմ դա հենց հիմա։ Մենք բոլորս տեսել ենք եւ վիդեոները տիրապետում ենք ունենք, որ Նիկոլ Փաշինյանը միջև պատերազմը ազգային ժողովի նիստում խոսացել է, որ ինքը Արցախի հողերը տալու է։ Մենք ունենք վիդեո, որտեղ որ Նիկոլ Փաշինյանը խոսում է, որ ոնց որ պարուխը ու քարագլուխն եմ տվել, էտենց էլ կտոր մնացածն եմ տալու։ Մենք ունենք վիդեո,
որտեղ որ Նիկոլ Փաշինյանը խոսում է, որ կարար նույն ռեզուլտատը ունենար զոհեր չտալ, բայց ես տվել եմ։ Այսինքն մենք պետքա փաստենք, որ երկրի վարչապետի պարտականությունների մեջ ըստ կանոնադրության, սահմանադրության մտնում է պաշտպանությունը երկրի սահմանների և բնակչությանը։ Այսինքն ինքը պատերազմ չի վարել ու իրան մոտ չի ստացվել, այս դեպքում ոչ մեկը իրան չէր մեղադրելու։ Ինքը նախորոք ասել է, որ կտա և խոստովանել է, որ տվել է։ Մենք ունենք երկրին դավաճանության հետ փաստացի հանցագործություն է տեղի ունեցել և դա ֆիքսեք։ Երկրորդը Իսրայելի Քնեսետից 2 տարի առաջ պետականորեն արտաքին գործերի նախարարության մակարդակով հայտարարվել է, որ Իսրայելը հետևողական է Հայաստանը ոչնչացնելու գործում։ Այսինքն ֆիքսում ենք փաստ, որ Իսրայելը Հայաստանի թշնամին է։ Մենք ունենք վիդեո, որտեղ որ Եվրейների միության նախագահ Ռիմա Վարժապետյան նա կամերու պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանում ապրում են 800,000 հրեաներ և 2,000 ընտանիք, որ առանցին գրանցված են իրանց միությունում։ Ըստ երևույթի պետք է հասկանալ 800,000 խառնածիններն են, 2,000 ընտանիք, դա մոտ 10,000, սրանք երկու կողմնանի հրեաներն են, որը էլիտան է իրանց առանցին է գրանցված, դրանք սաղ քաղաքականության մեջ են արդեն։ Մենք ունենք փաստ, որ Ռիմա Վարժապետյան նա կամերու տրվել է ինտերվյու, որ ինք իրան ոչ թե միայն հոգեբանությամբ, այլ անգամ գործնեությամբ սիոնիստ է։ ՄԱԿ-ի ասամբլեայով սիոնիզմը ընդունված է ֆաշիզմի ամենանենգ տեսակը։ Այսինքն մենք ունենք փաստ, որ 800,000 և 2,000 ընտանիք, եթե ղեկավարը գործնեությամբ սիոնիստ է, ուրեմն ամբողջ այդ միությունը սիոնիզմի միությունն է։ Մենք ունենք փաստ, որ Իսրայելը մեր թշնամին է, և ունենք փաստ, որ 800,000 և 2,000 ընտանիք զբաղված են ֆաշիզմով Հայաստանում։ Այս դեպքում առաջանում է հարց. հրեաները Հայաստանում ովքեր են։ Այո, հայ ազգի թշնամիներն են։ Ում հանդեպ են իրանք այդ թշնամությունը գործում։ Այո, հայ ազգի հանդեպ։ Բա սաղց գոռում եք 5-րդ շարասյուն։ Ես էլ ցույց եմ տալիս այդ 5-րդ շարասյունը բաղկացած է հրեաներով։ Ամբողջ բազան բնակչությունների ձեր մոտնա ներքին գործերի նախարարությունում է պասպորտ սեղանը, ամբողջ բազան ձեր մոտնա։ Գոյն է մի հրեայի ազգանունով հրեա գոյություն ունի Հայաստանում։ Ոչ, ուրեմն հարց առաջանում, ուր են իրանք։ Այո, յան ազգանունի տակ հայախոս թաքնված են Հայաստանում։ Իհարկե իրանց ցրտացրել են ոչ թե իրանք տաքսիստ աշխատեն, ոչ թե իրանք փողոց մաքրեն,
Այո, իրանք բոլորը քաղաքական դաշտում են եւ ինստիտուտներում եւ հիվանդանոցներում, այո, տարբեր մեթոդներով կոդորում են մեր ազգը։ Այս դեպքում, երբ որ հրյաների միության նախագահան հայտարարում է, որ они все как один принимают участие на выборах, իսկ մեզ Կոնստանտը հայտարարում են ամեն ընտրություններին, որ 52-53% բնակչությանը չի մասնակցում ընտրությունների, այսինքն կոպիտ հաշվառ 3 միլիոն Հայաստանի բնակչությունը կեսը հանում ենք, մնում է 1,5 միլիոն։ Եթե հрьяաները все как один принимают участие 1,5 միլիոնի 810,000-ը անում է 63%։ Այսինքն մենք ունենք ոչ թե հայ ազգի իշխանությունը, այլ ունենք հрьяաների իշխանությունը Հայաստանում։ Եղավ որ ամբողջ քաղաքական դաշտը հрьяաներ են։ Եվ իշխողներ, եւ оппозиционерները։ Իհարկե, երբ որ Րիմա Վարժապետյանը հայտարարում է, որ я не знаю, кто с кем, но я с Николом, դա նշանակում է Մոսադի հրահանգը, որ հрьяաները բոլորը Նիկոլի գործն են անում։ Ապացույցեցի ձեզ, որ թլպատված Նիկոլ Փաշինյանը Մոսադի ագենտն է եւ մնացած բոլորը հիմա մեգիտեղ հազար անգամ ասել եմ, այդքան կան թող գան կայնեն հրապարակում, ես այդքան ուժ կգտնեմ, վերցնեմ այս իմ տանջված $100 հեռախոսը, գնամ կայնեմ, սատանեն իրանց հետ չարկադակ արեց։ Քորը 90-ականներին պասպորտները փոխեց ու ամբողջ աշխարհով մեկ ազգությունը հանեցին պասպորտների միջից, ասին, որ դիսկրիմինացիա աշխարհում չլինի։ Որ չերևա հрьяան որտեղ է, հрьяան ով է։ Խո յուբկի տակի շալվարի միջի բնական պասպորտը, որ թլպատված է, փոխել չեն կարա։ Սադանեն այսենց չարկադակ արեց։ Հիմա Մարիա Զախարովենը սկսեց գոռալ, երբ որ մենք հարցը բարձրացրինք, որ Նիկոլ Փաշինյանը սուննատ եղած թլպատված թուրքա ջվուդա, թշնամիա ոչ թե դավաճան հայա, ու բոլորը թշնամի են մեզ դեմ են տալիս ներսից, Մարիա Զախարովան Կրեմլից սկսեց վնգզդալ։ Ուրիշ ձև չկա ստուգել ազգությունը եւ կրոնը, ոչ, չկա։ Այո, հենց հիմա էլ քնչագանում ասել եմ եւ պնդում եմ, որ հայերի զենքը Նիկոլի Տրուսիգի մեջ է, ապացույցել ինքը ով է։ Այո, ասել եմ, որ այս սևամորտները բոլորը իգիլի ворցերն են։ Քանի կար Հայաստանում աշխատանք չկար, ես ինչ եղավ, որ 100 հազարավորներով բերին լցրին Հայաստան, տեղ չկա քայլելու։ Բա Հայաստանում բռնության տոկոսները ոչ թե մի անգամ, երկու անգամ, հազար անգամ ավելացել է։ Բա սիրո հեղափոխություն արեցին։ Այդ ոնց է հայերին են սպանում, հрьяաներին չեն սպանում։ Ոնց է երեխեքներին տանում են արուն են խմում, 15 տղու գլուխ կերան, էլա որ են կխախտեց, ասեց իրանք են իրանց վառել։ Պեմզաշենում 3 հոգու գլուխը կերան, արուն չկա։
Այո, հենց հիմա էլ, եթե մտածում եք, որ պիտի ասեի, ես չեմ խոսացի, ես չեմ արել, ոչ, ասել եմ եւ հիմա պնդում եմ։ Օգնեք ինձի, այս հարցը դրվի ԱԱԾ-ի դեմ, որ մենք ունենք գործ Մոսադի գործակալների հետ։ Ինձ ասեցին, որ գիտեք ինչ որ խոսացիք, բոլոր ձեր դեմ խոսացիք, ասի որ տողով ես խոսացել եմ իմ դեմ։ Այո, ես կոչ արել եմ, բայց ոչ բռնության, ես կոչ արել եմ փրկության, Տեյլերյանը ով է այս դեպքում, գլուխը կախեց։ Ես ասել եմ ու աբացույցում եմ, ժողովուրդ ջան, ամբողջ քաղաքական դաշտը մեր թշնամիներն են, հրեաներն են, սպանիր հային, հայի մանգիկին և անգամ հայի կենտանուն։ Վաղը ուզում են սև բերեն մեր գլխին։ Ուղղակի Աստվածը խել կա տվել, որ խելացի շարժվենք, ժողովուրդ ջան։ Այո, 8 տարի գոռում եմ, որ իրանք թշնամիներն են, բայց թշնամու հետ ձև կա հաղթելու։ Սա այն պատերազմը չի, որ սահմանից էնյան են կայնած թվանկով խպես։ Էսի բոզի շար կռիվա։ Ուրեմն բաննագը քիչ-քիչ կրճատումը։ Զինվորները մեր հայ տղեկներն են, որ մենք զինված տղեկ չունենանք, որ եթե ներսում կռիվ պետքա լինի, անենք, հայ տղեկ անզեն մնան։ Հայտարարությունը գողտու տարածել, որ ինչքան գող, բոզ, խուժան կան, գան ոստիկանությունում աշխատեն ու անգամ իրանց ոստիկանության ակադեմիան տան սովորելու, դիպլոմներ բաժանեն։ Ոնց որ իրան մի օրենք էլ խախտեց, ինստիտուտը չավարտած, դիպլոմը գրեցին 18 թվին, տվեցին համասարանի ռեկտորին, խախտում ստիպեցին անել, իրան դիպլոմ տվեցին։ Ոստիկաններին ամեկի հետևին պիստոլետա։ Ներքին ոստիկանների հետ սաղ ինչքան խուժան ու բոս կան, սաղ թլպատվածներն են, ժողովուրդ ջան։ Ներքին զորքերն է զինում իրան թուրքերին, հայերին զինաթափում, 37 թիվն է գնում, ժողովուրդ։ Իսկ այս հարցին կա շատ խելացի լուծում։ Ոչ թե ինչ որ միտեղ իշխանիկները բերեն հայերին հավաքեն ու տան իրար զարգել, ոնց որ բոլոր կռիվներն են անում, այլ ամբողջ Հայաստանով մեկ օրը բարին գկա, հարձակվել իրանց վրա ամբողջ ոչ թե միտեղ, այլ ամբողջ Հայաստանով մեկ, ինչքան բոսխանա կա, կազինո կա, ստրիպ կլուբ կա, գիշերային ակումբներ կան, իրանց ախրանաների տները իմանալ որտեղ են, ինչ են, ու հարձակվել միանգամից ամբողջ Հայաստանով մեկ և շենքերի վրից ինտերնետի GPS անտենաները, որի միջոցով իրան կառավարում են և ուզում են արդեն սատանու թիվը խփեն մեր ճակատներին, դրանք պրոստը գցել ցած, վերացնել իրանց ինտերնետը, այո, իրանք ուզում են մեզ ոչնչացնել, խաոսա լինելու, բայց այդ խաոսը կլինի հանուն կյանքի, ժողովուրդ ջան։ Եղավ։ Ես չեմ ասում զենքեր դնել ցած, ես ասում եմ զենքերը ճիշտ և խելացի ձևով վերցնել ձեռը
ու ճիշտ կռիվ տանել։ Վաղը հայեր ջան, հնարավորություն պետք չի տալ իրանց, որ մի հատ էլ սուկ կապեն մեր գլխին, կամ մենք կլինենք, կամ մենք չենք լինի։ Ամբողջ աշխարհն արդեն հրյաների դեմ։ Ամբողջ աշխարհով պիտի ջարդը գնա իրանց։ Աշխարհում մերան չպիտի մնա իրանցից, որ նորից չցրտվեն։ Իմացեք, թուրք, ազերը, քուրդը նույն հրյանը մուսուլմանության չադրի տակ թաքնված։ Տարածեք հայեր ջան, խնդրում եմ, վաղը կանխենք քաղաքացիական պատերազմը, որ ուզում են մասոններով, հրյաներով մեր գլխին ստեղծել։ Բարին ասուց, Աստված առաջ, Պարկև Սրբազանն ասել է, մենք հայկի զավակներն ենք, մենք Աստծու ստեղծած ժողովուրդն ենք, մենք Քրիստոսի զավակներն ենք, հայը չարահաղթը, հայը չարասպանա, վերջի խոսքը հայերին է լինելու, այո, կաթողիկոսը հիմա Քրիստոսի խաչը կրում է, ու մենք ազգովի մեր հայ հոգևորականների կողքը կայնացենք, մենք մեր վեհապարի կողքը կայնացենք, մենք մեր Քրիստոսի հաղթանակը պիտի տեսնենք, ժողովուրդ ջան, մենք ամեն միտից հայոց հողերի վրա կվերադառնանք, հայը պիտի ապրի ազատ, հայը պիտի ապրի այո ապահով, հայը պիտի ապրի երջանիկ և խաղաղ։ Շնորհակալություն հայեր ջան, տարածեք վիդեոն, որ վաղը կանխենք մենք իրանց պլանները, որ ուզում են փաթաթեն մեր գլխին։ Շնորհակալություն, գիշեր բարի հայեր ջան։